Ինչի՞ է Հոլիվուդը միլիոնավոր դոլարներ ծախսում կինոների վրա, իսկ դու մի ամիս անց իրանց մոռանում ես։ Պատասխանը մեր աչքերի առաջ է։ Սթրիմինգ սերվիսները հիմա կինոն պարտավոր չի լինել լավը, ինքը ուղղակի պետքա լինի։ Առաջ ամեն ինչ ուրիշ էր։ 80% շահույթի կախված էր կինոթատրոնների կասսայից։ Եթե ֆիլմը չէր գրավում մարդկանց, ինքը մահանում էր։ Դա ստիպում էր ստուդիաներին գնալ ռիսկի, փնտրել նոր գաղափարներ, պայքարել մարդկանց ուշադրության համար։ Գրի կոմենտներում որ ֆիլմ ես գնալ ես վերջինս ու մոռացել ինչի մասին է ինքը հաջորդ օրը։ Հիմա խաղի կանոնները թելադրում են սթրիմինգները։ Նրանց համար ֆիլմը դա արժեքավոր իրադարձություն չի, այլ ուղղակի կոնտենտ։ Իրանց համար կարևոր չի, որ դու հիշես ֆիլմը, այլ կարևորը, որ դու չլքես կոնկրետ իրանց հարթակը ու չգնաս ուրիշ հարթակ, որտեղ կոնտենտի քանակը ավելի շատ է։ Դրա համար իրանց ավելի ձեռնտու է հանել 10-ից 20 միջին որակի ֆիլմ, քան մեկ մեծ ֆիլմ, որը կմնա պատմության մեջ ու կդառնա կուլտովը։ Ստատիստիկա կա, որտեղ մեկ հավատարիմ հետևորդը տարվա ընթացքում ավելի շատ փող է բերում, քան տասնյակ կինոթատրոն այցելությունները։ Ու այդ պահն է, երբ կինոն դադարում է լինել արվեստ ու դառնում է ուղղակի գործարան։ Ու այն աշխատում է ոչ թե նրա համար, որ դու ստանաս անմոռանալի էմոցիաներ, այլ նրա համար, որ ուղղակի մնաս բաժանորդագրված։